ինչից եք ուզում այսօր սկսել ձեր խոսքը։ Շատ կարևոր հայ ժողովրդի համար հայ ազգային արժեքների պահպանման, հայոց ոգու վերականգնման եւ հայի տեսակի հավերժության համար շատ կարևոր էր վերջերս 16-ից 19 եպիսկոպոսած ժողովը արտասահմանում։ Ինչու է դա կարևոր, որովհետեւ աշխարհը տեսավ, որ Դավաճան, Կապիտուլյանտ, թուրքական ապրանք Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արավ, որպեսզի լուծարվի եւ եպիսկոպոսած ժողովը չկայանա, եւ բացի այն 5 եպիսկոպոս Դավաճան եպիսկոպոսներից եւ 6 եպիսկոպոսներից, ովքեր կալանված են կամ արգելվել էր նրանց ելք Հայաստանի Հանրապետությունից, բոլոր եպիսկոպոսները հայոց առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները մասնակցեցին այդ համաժողովում եւ համաժողովից հետո ընդունեցին համատեղ հայտարարություն, որին միացան Հայաստանի հայ ժողովրդի 3 վեհապետական աթոռները, դա Կիլիկո կաթողիկոսությունն է, դա Պոլսո պատրիարքությունն է եւ Երուսաղեմի պատրիարքությունն է։ Եվ համատեղ հայտարարություն արեցին, որը հիմնականում այդ բարդ, գեղեցիկ, ոսկեեղնիկ հայերենով գրված այդ հրաշալի տեքստից ես բերեմ պարզապես թե ինչ է ասվել հիմնականում այդ մասին։ Առաջինը դատապարտեցին Դավաճան, հակահայ, թուրքաբարո եւ թուրքահաճ Նիկոլ Փաշինյանի իշխանության բռնի գործողությունները հայոց եկեղեցու եւ հայոց եկեղեցականների հանդեպ։ Երկրորդը ամուր հավատով սատարեցին ամենայն հայոց կաթողիկոսին եւ Էջմիածնի Սուրբ կաթողիկոսությանը։ Ահա եկեղեցական ժողովի ամբողջ իմաստը։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետության հայոց առաքելական եկեղեցու հետևորդների մեծ մասը ապրում է ոչ թե Հայաստանում, ցավոք ապրում է մեր հայրենիքից դուրս։ Եվ այդ հայտարարությունը շատ կարևոր էր, որքան էլ Դավաճան Նիկոլը իր հերթական ստաբարո խոսքով փորձեց խանգարել, միևնույն է հայոց եկեղեցին, վեհագույն եկեղեցին բոլոր եկեղեցիների մեջ կանգուն է եւ իր հետևորդները, սպասավորները անկուն կամքով պայքարում են հայ ժողովրդի հավերժության համար։ Գիտեք ինչ։ Ես ուսումնասիրեցի, թե Հայաստանի Հանրապետությունում որքան մարդ է Դավաճան, Կապիտուլյանտ, Ստախոս Նիկոլի այդ եկեղեցու բարեփոխման այդ կեղծ Փաշազադե եւ Ալիևի օրակարգին հետևում։ Ուրեմն բացել են բարեփոխում եկեղեցու էջ, որի մեջ ընդգրկվել են 615 քաղաքացիներ ընդամենը։ 2 միլիոն, 3 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 615, 750 առաքելական Սուրբ եկեղեցու քահանաներից, եպիսկոպոսներից, աբեղաներից միայն 11 հուդա է անցել Նիկոլի կողմը, որից մեկը եպիսկոպոսի ժողովի ժամանակ ստորագրել է հայտարարության տակ ի պաշտպանություն հայոց եկեղեցու եւ հայոց վերապահարի։ Այո։ Ինքը մասնակցել է, ստորագրել է, որովհետեւ մարդ է, չէ՞։ Այսինքն մենք կարող են ասել 10 հուդա Դավաճան են։ Միայն միացել Դավաճան, Կապիտուլյան, Ստախոս, հայասպան Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Եվ դրանով արդեն ամեն ինչ ասված է։ Եվ ես խոնարհվում եմ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ անդամ, ես խոնարհվում եմ հայոց եկեղեցու առաջ, հայոց հայրապետի առաջ, համբուրում եմ աչը բոլոր Սուրբ Թադեի եւ Բարդղմեսի հավատին հետևորդ բոլոր եկեղեցականների աչը։ Եվ ի՞նչն է հետաքրքիր։ Երբ իշխանության ներկայացուցիչը
Իլուր աշխարհի այն հերոստանգերությամբ, որը նայում է աշխարհը, հայտարարում է, որ մանկապղծության դեպքեր են եղել, եւ ես այսօր կարդում եմ, որ պաշտոնական հարցում են արվել Հայաստանի Հանրապետության դատախազություն, եւ Հայաստանի Հանրապետության դատախազությունը պարզաբանել է, որ մանկապղծության դեպքերի առիթով քրեական գործեր հարուցված չկան։ Ժողովուրդ, ինչ պետք է անեն, որ դուք հասկանաք, որ այս դավաճանները, այս ստորները երկիրը տանում են կործանման։ Որովհետև Փաշազադը ես կրկնում եմ, որպեսզի նրանք ովքեր չեն լսել, որովհետև ես երբ մարդկանց հետ փողոցում քայլում եմ, մարդիկ չեն հասկանում, իրականում իրենք կտրված են իրական ինֆորմացիայից։ Մի մասը անտարբեր է, մի մասը միայն հմեյա, մեկի ազդեցության տակ է, մյուս մասն էլ հասկանում ես չի հասնում ընդդիմադիր դաշտի քարոզությունը։ Երբ ասում ես, որ Փաշազադեն ասել է, որ մենք երբ մենք վերադառնանք Արևմտյան Հայաստան, վերականգնենք մեր իրավունքները, թուրքերի իրավունքները Արևմտյան Հայաստանում, Արևմտյան Ադրբեջանում, այսինքն Արևելյան Հայաստանում, հայոց եկեղեցի միակ ուժն է, որ կարող է խանգարել մեր ծրագրերի իրագործմանը եւ հայ ժողովրդին ռևանշիստական գաղափարներով պայքարի ոտքի հանի։ Երբ ասում են, միթե այդպիսի բան է ասել եւ այդքանից հետո մենք լռում ենք, իրենք իրականում չգիտեն։ Նիկոլ Փաշինյանը հայոց եկեղեցի դեմ պայքարում է բոլոր ստոր քպեական միջոցներով, ստոր գարշելի սուտ, կեղծ քպեական միջոցներով, բոլորով փորձում է պայքարել եկեղեցու դեմ, որպեսզի կործանի դիմադրողական վերջին օջախը, ազգային դիմադրության վերջին օջախը, Արցախը ոչնչացրեց, 13,000 հայ սպանելով վախ մտցրեց մարդկանց մեջ, խաղաղության օրակարգ այդ կեղծ թեզով, թուրքական թեզով բթացրեց հայ զգոնությունը, ոչնչացրեց բանակը եւ հիմա կատարում է Ալիևի բոլոր պահանջները։ Նայեցեք,